Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Վիզաներ ո՞նց եք ստանում։ Ազգովի հերթի մեջ ենք։ Իրենց համար իրականացումը միևնույնն է, թե մեր վերաբերմունքը իրենց նկատմամբ ոնց է, առհասարակ մենք միևնույն ենք իրենց համար։ Այդքան գումար որտեղից։ Հա։ Այսօր սուրճը դառնա եղել, մերժել է քեզ։ Վերջին տարիներին ես միայն մուլտիվիզա եմ ստանում։ Այս փաթեթի մեջ, այս գնի մեջ էս, չէ։ Այդ ոնց ստացվեց հետ եկել։ Երևի 10-րդ անգամ եմ լինելու աթենքում։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Ողջույն, ճամփորդել սիրողներ հավաքվեք, որովհետև այսօր բոլորս թեմայի մեջ ենք, իսկ այս թեման շատ հավես թեմա է։ Այո, այսօր մեր տաղավարում ընտիր հյուր ունենք, Մարտուն բոլորը կնախանձեն, որովհետև եթե իմանան նա քանի երկրում է եղել, մենք այդ ամեն ինչի մասին խոսենք, իսկ ես ուզում եմ շատ սիրով ներկայացնել մեր հյուրին։ Մեր տաղավարում է մարքեթինգ մենեջեր եւ travel blogger Թերեզա Գրիգորյանը։ Թերեզա, բարև։ Ողջույն։ Ինչ լավ է Հայաստանում եք, Թերեզա ջան։ Այդ ոնց է Հայաստանում եք ավելի շուտ պիտի ասեինք, այդ ոնց ստացվեց հետ եկել։ Ստացվեց, շուտով կմեկնենք էլի։ Ուր եք մեկնելու։ Իմ 31-ին դեպի Աթենք ենք մեկնելու, որտեղ Աթենքը իմ ամենասիրած քաղաքն է, ու որոշել եմ։ Եվ դա որերորդ երկիրն է։ Աթենքը կրկնություն է ինձ թվում է։ Աթենքը երևի 10-րդ անգամ եմ լինելու Աթենքում, շատ սիրում եմ Աթենքը ու մտածեցի։ Թերեզա, ես այսպեսի մի հարց ունեմ։ Տեսեք, վստահ եմ, բոլորին կհետաքրքրի, թե ի վերջո լավ այդքան գումար որտեղից։ Կամ որն է այն լայֆ հակը, որը որ դուք սովորեցնեք մեզ դիտողներին, որ ինչպես ճամփորդել ճիշտ։ Իրականում դա պետք է սկսել նախ աշխատավարձից, կենտրոնանալ աշխատավարձի բարձրացման եւ շատացման վրա տարիների ընթացքում, որովհետեւ միշտ չի որ այս հաճախականությամբ եմ ճամփորդել, դեռևս երբ որ նոր էի աշխատանքի ընդունվել, հենց աշխատավարձս նստում էր 30%-ը ուղղակի տեղափոխում էի ավանդ, որ չկպնեմ, որովհետեւ դա ճամփորդելու գումարներ են։ Արի մի էսպիսի հարց տամ, շարունակենք։ Մեկը այդ աշխատավարձը անցել ենք արդեն, կասես ինչքանն էր, որ այն մարդիկ ովքեր որ հիմա օրինակ ստանում են, այդքան հասկանան, որ այդ գումարով հնարավոր է ճամփորդել։ Դա երևի մոտ 10 տարի առաջ էր ու ֆրիլանսներով, իմ հիմնական գործով, ինչ որ ուրիշ պրոյեկտներ վերցնելով 300-350 հազար դրամ էի աշխատում։ Խնդրեմ, 300-350 Հիմա մի հատ եզրակացության գանք, դուք որպես շատ ճամփորդած, մեզ ասեք, ճամփորդելը թանկ հաճույք է թե ոչ։ Չէ, ընդհանրապես։ Մանավանդ հիմա որ Երևանի այս գների պայմաններում մենք կարող ենք մի քիչ ավելի ուշադրի լինել մեր ծախսերին, եթե մենք խոսում ենք օրինակ միջին աշխատավարձի մասին, որովհետև կան մարդիկ, ովքեր չունեն խնայելու կարիք որպեսի ճամփորդեն։ Եթե խոսում ենք միջին աշխատավարձի մասին, կարելի է ուղղակի սրճարաններից մի փոքր ավելի հեռու լինել, գնումները on-line կամ off-line ավելի գրագետ անել ու եթե դու դնում ես նպատակ, որ պետք է ճամփորդեմ ու այսքան գումար է ինձ պետք, ես վստահ եմ այդ ավանդի նյուանսը ինձ շատ էր օգնում, որ չկար գումար, չէի էլ ծախսում, որ տեղափոխում էի ավանդ, գիտեի որ վերջ։ Հետո արդեն հավաքվում էր, ըստ հավաքվածի հասկանում էի, ուր կարող եմ ճամփորդել, այդ ժամանակ ընկերուհիներիս հետ էի ճամփորդում, հիմա հիմնական ամուսնուս։ Դե Երևանում հիմա այնպես է դարձել, որ մեկ սուրճ խմելը, մեկ անգամ սրճարանում նստել ավելի թանկ է, քան ուղղակի տոմս առնել գնալ ինչ որ։ Ցավոք սրտի այդպես է, մենք այս ամառ 3 օրը որոշեցինք փախնել հով ծաղկաձոր, որովհետև մոտիկ էր քաղաքին ամուսինս պետք է ամենով ստիպված մի տարի չեն կարողանում ճամփորդել սա փողերը ծաղկաձորում ծախսեցին։ Ես հետո հաշվեցի, մենք հանգիստ այդ 3 օրը կարող ենք Կիպրոսում անցկացնել։ Հիմա տպավորություն է ստեղծվելու, մենք հակագովազդ ենք անում ծաղկաձորի, որովհետև երկրորդ թողարկումն անընդ մեջ խոսում ենք ծաղկաձորի դեմ, բայց ուղղակի իմ դեպքում հենց ծաղկաձորներ դրա համար դա նշեցի, բայց երբ որ Պորտո քաղաքում էինք, ես հատուկ մենյուն նկարել էի, որ տեսնեն հետևորդներից, որ 70 ցենտով կար ամերիկանո։ 70 ցենտով։ Ու այդ ժամանակ եվրոն բավականին ցածր էր։ Իրականում այս եվրոյի ցածր լինելն էլ մեզ նաև օգնեց, որ մենք ավելի շատ ճամփորդենք, որովհետև արդեն ավելի հասանելի դարձան շատ երկրներ։ Հիմա ավիաչվերթներն էլ են արդեն ավելի հասանելի եւ ավելի մատչելի արժեքներով, ինչը եւս կարող է նպաստել։ Հիմա գանք մի քիչ գլխավորին։ Ավելի շուտ թեմային, որը որ շատերիս է հուզում։ Վիզաներ ո՞նց եք ստանում։ Ազգովի հերթի մեջ ենք վիզաների կենտրոններում ու դեսպանատներում, ասեք մեզ, այս տարիների ընթացքում այդ ինչա կատարվել, որ այսօր այս օրին ենք։
Ուղղակի պահանջարկն է շատացել ճամփորդելու, երբ որ ասում եմ, ես նոր էի սկսում ճամփորդել, իսկ դա մոտավորապես 10 տարի առաջ էր, ամեն ինչ այնքան թեթև էր, ամենտեղ օր կարող էիր ամրագրել, ամեն ինչ շատ հեշտ էր, բայց բոլոր թռիչքները հիմնականում լավ եվրոպական քաղաքներում իրենք տրանզիտով էին, ավելի թանկ էին, ասենք 700-800 եվրո կարողա տայր միայն ավիատոմսին։ Ու ես հիշում եմ, որպեսի մատչելի լիներ, ընկերուս հետ Փարիզ գնալու համար, մենք գնացել էինք Ամստերդամ, հետո Մոսկվա, հետո նոր Փարիզ, այնց ինչ որ Ամստերդամ, Հայաստանից Ամստերդամ, Մոսկվա եւ Փարիզ։ Հա, որովհետեւ ես օգտագործում եմ skyscanner.net կայքը, եթե մարդիկ ուզում են տոմսեր գտնել մատչելի, այդ կայքով կարողանում ես տեսնել ամենամատչելի տարբերակները, բայց հա իրենք կարող են այդտենց խճճված trip-եր լինել, բայց քանի որ այդ ժամանակ կարևոր էր հենց բյուջետային լինելը։ Ինչքան արժեցավ այդ Չեմ հիշում, trip-ը չեմ հիշում։ Տոմսը լավ։ Տոմսը կարծեմ 110 քանի հազար դրամ եղավ, որտեվ բոլորը տենց մատչելի տարբերակներ են։ Իսկ հիմա դա արդեն թանկ է համարվում։ Դա հիմա թանկ է համարվում, մանավանդ որ Wizz Air-ը բացեց Գյումրիից Լառնական 6500 դրամից։ Ավելի թանկ է Երևանից հասնել Գյումրի, քան Գյումրիից հասնել Լառնական։ Գյումրին չգիտեմ, բայց Կապան հասնելը հաստատ ավելի թանկ է, քան Լառնական հասնելը։ Թերեզա ջան, այդ վիզաներում կատարվողը ուռճացված է, թե իրոք այդքան քաոտիկ ամեն ինչ։ Գիտեք ոնց է, ասենց էտապներով է, ես քանի որ ամեն օր չեմ դիմում վիզայի, ես չեմ կարող ասել օրական ինչպես է փոխվում, բայց ես իմ հետևորդների հարցերի ու դժգոհությունների հիման վրա երբեմն հարցումներ եմ անում, իրենք օրինակ ասում են դիմել եմ վիզայի 30 օր չկա անձնագիրս, օրը անցավ անձնագիրս տենց էլ չտվեցին։ Ու սենց որ կարողանում ես խմբավորել, որ այս շրջանում այս դեսպանատուն դիմելը սենց ասած հեշտ է մարդկանց լեզվով ասած։ Իսկ այս դեսպանատուն օրինակ կմերժի, վատ կլինի, նույնը մենք բախվեցինք Ամրանը, երբ որ Հունաստանի դեսպանատուն պետք է ընտանիքը մեր մտներ, այդ շրջանում ուղղակի բոլորը մերժվում էին։ Հունաստանից ինչ բոլորին կտրել է քննությունից։ Այո, մարդկանց իմ ընկերներից մարդիկ, ովքեր որ հրավիրել էին մասնակցելու World of Dance շատ հեղինակավոր մրցույթի պարային, իրենց ուղղակի մերժեցին ու պատասխան չտվեցին ինչի համար մերժեցին, մարդիկ ովքեր որ ամրագրել են հյուրանոց։ Ու շատ երկար էին պահում անձնագրերը, ես փորձ եմ ունեցել, որ 3 օր հետո Հունաստանը իմ անձնագիր տվել է մուլտիվիզայով, օրինակ։ Ես իմ 4 վիզաներից, 4 մուլտիվիզաներից 5 մուլտիվիզաներից 4-ը ստացել եմ Հունաստանից, մյուսը Գերմանիայից։ Ու այդքանից հետո ես օրինակ հիմա կվախենամ Հունաստանի դեսպանատուն մտնեմ, որովհետև նախ փոխվում են հյուպատոսները, փոխվում են իրենց, չգիտեմ, մոտեցումները։ Լավ, իսկ ինչի է իմ մոտ տպավորությունը, երբ որ ես առաջին անգամ դիմում էի վիզայի համար, ինձ այնքան էին վախացրել, իմ մոտ տպավորությունը էր, որ վիզայի կենտրոնում կամ չգիտեմ առհասարակ ինչ որ դեսպանատանը նստած դեսպանը հյուպատոսային մարդ ով որ նայելու է քո թղթերը ավելի դաժան է, քան Աստծո դատաստանը։ Ինչի է այտենց։ Դա ժամանակին էր այդպես, մարդիկ այնքան էին, հիմա էլ են վախենում։ Այդպես, հիմա էլ է վախենալու։ Դա ամեն դեպքում քչացել է, որովհետև այն ժամանակ, որ այդ վախը այնքան մեծ էր, մարդիկ անգամ չէին էլ փորձում ու գնում էին անընդհատ նույն երկրները, չմտածելով որ կարելի է օրինակ գնալ բացահայտել այլ երկրներ, իհարկե ավելի լավ, ավելի հետաքրքիր։ Ինչի են վախենալու, դե մենք ենք իրենց վախենալու դարձրել, որովհետև իրենց համար իրականում ինձ թվում է միևնույնն է, թե մեր վերաբերմունքը իրենց նկատմամբ ոնց է, առհասարակ մենք միևնույն ենք իրենց համար։ Ու դեսպանատուն թե վիզաների կենտրոն մի քիչ տարբերվում է։ Վիզաների կենտրոնի աշխատակիցը բացարձակ կապ չունի։ Իհարկե այնտեղ ասում են կապ ունի թե ինքը ոնց ինչ որ պտիճկա հանկարծ որ կմոռանա դնի քո համար։ Ոնց որ դուք ասես ես օրինակ սա ունեմ, ինքը դա կմոռանա նշել, այդ թղթերը կիսատ կգտան օրինակ դեսպանատուն։ Բայց հենց դեսպանատան աշխատակիցը ավելի կարա քո պատասխանի վրա ազդեցությունները, դրա համար հենց դեսպանատուն գնալը ավելի վախենալու է թվում։ Այս թեման եկեք մի հատ քննարկենք։ Ինչ տարատեսակ միֆեր կան էլի այս թեմայով տարածված դեսպանատների, դեսպանատան աշխատակիցների հետ կապված, որ ասում են այսօր սուրճը դառն է եղել, մերժել է քեզ։ Այդ ինչ միֆեր են եւ արդյոք այդ միֆերը իրական հիմքեր ունեն թե չէ։ Չեմ կարծում, սա նաև նույնն էլ այդ մուլտիվիզայի հետ է կապված։ Ես երբ որ իմ փորձով կիսվում եմ, թե ոնց է հաջողվել, օրինակ վերջին տարիներին ես միայն մուլտիվիզա եմ ստանում, ենթադրենք։ Ես հիմա կիսվում եմ, խնդրում ձեր ձեռքը կդնեք մեր գլխին էլի։ Ինչի վերջում, հենց հիմա, մի րոպե։ Ես ոնց մոտենամ։ Քանի տարով եք ուզում։ 10 դժվար։ Ամերիկան էլ էր մեջը մտնում։ Այս փաթեթի մեջ, այս գնի մեջ էսա, չէ, ամերիկան չէ։ Ամերիկան, Անգլիան էլ առանձին պատմություն է։ Ընտիր։ Սարսափա, այդ էլ եմ լսել։ Հա։ Հա։
Ամեն մեկը իր փորձով իրենք ենթադրում են, դե մենք մի քիչ ուռճացնելու բնավորություն էլ ունենք։ Ես Facebook-ում հատուկ խմբեր կան, որ մարդիկ կիսվում են իրենց ճամփորդական փորձով եւ այլն, որ մեկ-մեկ կարդում են մարդիկ ինչեր են գրում, սենց ուղղակի որպեսզի արդարացնեն իրենց մերժումը, սենց ասած։ Միֆերից ես չեմ կարող հաստատել, որն է ճիշտ, որը սխալ։ Եթե լիներ դեսպանատան կայքում, որ ես կկարդայի ու 100% կասեի, որ այսպես է, ես հիմա կվախենամ։ Ինձ հետ պատահած, օրինակ մուլտիվիզայի դեպքում ես ինչ եմ խորհուրդ տալիս անել, որ այսպեսի ստանան մուլտիվիզա։ Նախ մեկական ճամփորդություններ իհարկե ունենալ, մեկ անգամյա մուտքովի նկատի ունեմ ու դրանք ժամանակին վերադառնալ, ոչ մի խախտում չանել, դա շատ կարևոր է։ Ու մտնել այն երկիր, կապ չունի, կարևորը մտնեք այն երկիր, որտեղից որ վիզան ստացել եք։ Հիմա տուրիստական ընկերությունները, ես դա էլի իմ հետևորդներից եմ իմանում, իրենք ասում են, արի մենք քեզ կմցնենք, չգիտեմ, Լատվիայով, բայց դու կթռնես Իտալիա։ Ու ես չեմ ասում, որ 100% մարդ բռնվելու է դեպորտա ստանալու, բայց դա համարվում է խախտում։ Դու պետք է գնաս այն երկիր, որտեղի վիզան ստացել ես։ Կարող ես դա համադրել այլ երկրների հետ, բայց պարտադիր է ունենալ այդ երկրի կնիքը կամ ապացույց, որ դու օրինակ գնացքով գնացել ես, չգիտեմ, Փարիզից Ամստերդամ։ Ինձ ասում են, որ Հունաստանն էլ է հենց այդ պատճառով մերժում, որ Հունաստանը դարձել է տարանցիկ։ Այնքան են իրենց դարձրել, այո, մանավանդ որ Aegean ավիաընկերությունը հենց Աթենքով շատ ուրիշ քաղաքներ մեզ կարող է հասցնել, այլտենց տուրիստական էր դե Հունաստանը կտահուն հիմա էլ այդ նույն ձև Լատվիան չէ, Լիտվան է դարձել, Լիտվայի դեսպանատունը, որովհետև դեպի Լիտվա ուղիղ թռիչքներ չկան։ Դու որ վիզան ստացար, դու սենց թենենց այլ երկիր ես մտնելու Լիտվա գնալու համար։ Դրանով էլ բացատրվում է, թե բայց Հունգարիան Լիտվայով տվեցին ինչի։ Որովհետև մի դեսպանատուն սպասարկում է մի քանի երկիր։ Հա, այդ օքեյ, այսինքն ես չի որ իհարկե օքեյ, հա։ Ոնց որ ես խմած ամուսին լինեմ, Այդան իմ կինը։ Այդ որն է։ Ես խմած ամուսին չի ուզեի ունենալ։ Բզում է ինձ։ Քացող, բզում է։ Լավ, ինքան շուտ եք շեղվում։ Օխ, այս պորտները տեղը դնենք։ Այս մասը գրեցիք, այս պիտի կտրենք։ Այս պորտները տեղը դրեց սա։ Լավ, գնանք մուլտիին ու ինչ անենք, որ ճիշտ լինի։ Մյուսը, օրինակ ես երբ որ դիվում եմ մի տարով մուլտիվիզայի համար, այնտեղ նշում եմ, որ մի տարով եմ ուզում կամ մուլտի եմ ուզում, ցույց եմ տալիս 1 տարվա ճամփորդական ապահովագրություն։ Այսինքն ես այնքան վստահ եմ, որ ես մի տարով եմ ստանալու, որ ես իմ այդ առողջության ճամփորդության ապահովագրությունը վերցնում եմ մի տարով։ Հաջորդ բանը, որ դա այն նախապես այո, այն ապահովագրությունը, որ դու պետք է օրերով վերցնես Շենգենի համար։ Մի անգամից վճարում եք 1 տարվա համար, եւ դա չեղարկել չեք կարող։ Ի տարբերություն ուղետոմսերի եւ հյուրանոցի, որը երբեմն ցավոք սրտի, այո, օրինակ Հունաստանը հենց այդ շրջանում ինքը պահանջում էր վճարված եւ հյուրանոցը եւ տոմսը, բայց նախկինում նման բան չի եղել։ Ու գիտեք ոնց վճարված, մենք վճարել էինք, մեզ հյուրանոցը տվել էր ինվոյսը, բայց հենց արժեքը չէր նշել, ուղղակի գրված էր վճարված, իրենք պահանջեցին, որ մենք նաև արժեքը նշված տարբերակով մի հատ էլ տանենք։ Շատ ինչ որ բանի ճանապարհ ենք գնում։ Էս էլ հասկացանք։ Շատերը ասում են ու ինձ պետք չի, ես կգնամ Դուբայ, բայց չէ պետք։ Բայց ախր դա էլ է սխալ, որովհետև դեսպանատները ինչ որ եթե հասկանում եմ, որ անվստահության բան կա, բայց եթե ես ցույց եմ տալիս, որ ես այստեղ 3 տեղ աշխատում եմ, ես ունեմ այստեղ տուն, կարիերա, ընտանիք, կատու, ի վերջո։ Միևնույնն է մերժում են ստանում էլ, այսինքն երեխա ունենալու ֆակտորը։ Շատ չտրամաբանական է։ Ինչի՞ հետ չվերադառնում 7 օր։ Ամենալավ ճանապարհը, որ սկսեք այդ այնց առանց վիզա տեղերից, հետո հեշտ Կիպրոս, Մոնտենեգրոն օրինակ առանց վիզա մի պերիոդ բացում է հայերի համար։ Այսինքն Եվրոպայում, բայց ոչ Շենգեն գոտում, ասենց քիչ-քիչ ճոխացնենք, քիչ մոտենում ենք Շենգենյան։ Պետությունով գնում ենք վիզայի ազատականացման եւ հույս ունենք, որ կտեսնենք այդ օրը շատ շուտով։ Չեմ հիշում ում հետ իմ համագործակցությունը, այդ վարչության անունը չեմ հիշում, բայց քանի որ արդեն Հայաստանը առաջին քայլերն է անում, իրենց հետ համագործակցություն ունեցա ու իմաստը նրանում էր, որ ես մարդկանց հասանելի ձևով բացատրեմ, ինչի ենք մենք այդքան հեռու վիզա, բացի քաղաքական մնացած հարցերից, այլ որ մենք գնում ենք տուրիստական վիզայով, ու այլ հետ չենք գալիս, կամ աշխատանքային վիզայով, կամ ուսումնական վիզայով, ու այլ չենք վերադառնում, ու այդտենց մեր վստահությունը ծեր ասած կորցնում ենք։ Փաստորեն դա իհարկե մեծ կապ ունի։ Մեծ անվստահության մթնոլորտ է մեր հանձը։ Ավելի լավ է օրինական ամեն ինչ արվի, մարդիկ իմանան կանի իմիգրանտը ոնց, թե չէ տենց գնում են։ Շվեյցարիայում առհասարակ հայերին վիզա չեն տալիս։ Շվեյցարիան այստեղ դեսպանատուն չունի, Լեհաստանի դեսպանատան միջոցով այդ ամեն ինչը կատարվում, բայց մայրիկիս եւ սկեսուր մայրիկիս հետ պլանավորում էի Շվեյցարիա գնալ, Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատուն գնացինք, իրական լայվ խակա։ Գնացեք Վրաստան։ Դիմեք։ Այնտեղ քանի որ վիզայի խնդիր չկա, ազատ են, բայց ես չգիտեմ
արդյոք բոլոր դեսպանատները կընդունեն այլ երկրի քաղաքացիներ։ Եթե ուզում ասել, Թերեզա կիսվեք այդ լայվ հակերով։ Բայց հենց Շվեյցարիայի դեպքում, այսինքն դու հարևան երկրի պետության քաղաքացի լինելով կարող ես գնալ Վրաստան, դիմել այնտեղ գործող դեսպանատան եւ ստանալ վիզա։ Դե Շվեյցարիայի դեպքում ստացվեց ստանալ։ Ինձ թվում է քեզ པարզ է, երբ որ մի ամբողջ համույթ կանգնած Ամերիկայի դեսպանատան մոտ եւ իրանք հայեր չեն, փաստորեն ստացվում է այտենց։ Հա, բայց մի հատ ճշտեք նոր, ամեն դեպքում Շվեյցարիան կարող է։ Ես դա արել եմ տուրիստական գործակալության միջոցով, իրենց առաքիչը անձնագրերը տարել է, հետո վերադարձրել է։ Շատ Մյուս հարմար լայվ է։ հակերն էլ բացահայտեք մեզ համար, խնդրում, ամբողջ ազգին հետաքրքիր է։ Լայվ հակերից հա տենց տենց շատ իրականում ինձ թվում է չկա։ Դե ես երբ որ սկսեցի անել դասեր դասացելով ինչ որ վեբինարի նման մի բան, որ մարդկանց ցույց տամ, որ կայքերից եմ օգտվում, ինչ եմ անում, ամուսինս ասաց ձեռս առնում, մարդը ուղղակի Google կանի ու կիմանա, ու առաջին վեբինարին 150 հոգի գրանցվեց։ Հետո 100, 120, հետո արդեն Telegram-յան փակալիքում ես ավելի հաճախ էի կիսվում, sense դարավ մինի բիզնես է։ Այսինքն փորձը ցույց տվեց, որ կան մարդիկ, ովքեր չգիտեմ, գիտեն անգլերեն, շատ ուզում են ճամփորդել, ունեն ֆինանսներ, ուզում են իր ինքնուրույն պլանավորել, չեն ուզում տուրիստական միջոցով անել ու հոպ, ուզում են, ես իրենց ունեն բավարար գիտելիք, որտեղից ոնց, հա։ Ես անկեղծ եմ ասում, ես չգիտեմ, օրինակ ինչ որտեղ երբ որ թռիչք պետք է պլանավորվի, եթե դա հյուրախաղ չի, ես չգիտեմ դա ոնց է արվում։ Ես առասարակ տոմս գնել ես չգիտեմ։ Քան էլ որ զարմանալ էր ինձ համար, իմ առաջին դեպի Եվրոպա ամբողջ ուղևորությունը ինքնուրույն կազմակերպեցի, բայց լրիվ 0-ից ուղղակի այտենց ինչ որ քիչ բացվում է, էլի։ Ինքը բայց որ նստեցինք օրինակ Բուդապեշտից Վիեննա գնացող գնացքը Աստված իմ սիրտը նենց արագ էր խփում, որովհետև ես չգիտեի, ես ամեն ինչ ճիշտ եմ արել ու մենք հիմա Վիեննա ենք գնում թե միշտ լինում է։ Անգամ այս վերջում Տոկիոյից երբ որ Կիոտո էինք մեկնում, դե ես 100 տարվա ճամփորդող գնացքի տոմսեր էի արել ու այնտեղ կար տոմս, որ նստատեղը անպայման նշում ես, կար որ չես նշում։ Այդ նույն խնդրի մասին էի խոսում, հենց նոր որ ասում էի, հա։ Նստատեղը չէի գտնում ու ինձ թվում էր ես մի բան սխալ եմ արել։ Հա, փաստորեն ուղղակի միտեղ պետքա նստեիք։ Հա, նորմալը դա է։ Բայց այս դեպքում այդ Ճապոնիայի աշխարհում նշանակում էր, որ եթե դա նշված չի, որ կարող է դու գնաս ուղղակի նստելու տեղ չլինի։ Ու մենք 2 ժամից ավել կանգնած մնացինք գնացքի մեջ։ Բայց ինչ վատ հաշվարկեր են արել են էլ Ճապոնիայում։ Իրականում շատ անմարդկային է այդ երկարության ճանապարհի համար վաճառել տենց տոմսեր։ Ես ոնց որ ուշ գնեցի, ասեց տեսա որ նստատեղով տոմսեր չկա, մտածեցի դե առանց նստատեղը նշանակում է որ ուղղակի կգնաս ու կնստես ինչ որ միտեղ։ Բայց մենք կանգնած մնացինք այդ գնացքի մեջ, որովհետև դե էդ էլ է փորձ էլի։ Դե եկեք ասենք որ իրոք ճամփորդելիս, բայց այդ տեսակ փորձությունները շատ են ու պետքա պատրաստ լինել։ Ավելի հետաքրքիր են դարձնում ձեր ճամփորդությունը։ Դե այ հենց այդ է ուզում ասեի, դե մի հատ ամենավախենալու ու ամենազավեշտալի դեպքը պատմեք։ Ամեն որ սարսափ է տեղի ունեցել այդ ճամփորդության ընթացքում։ Հա, ունեմ տենց դեպք։ Ամենաառաջին ճամփորդությունը, երբ որ 20 տարեկան պետքա դառնայի ես իմ ընկերուհին եւ երրորդ ընկերուհին, մեր ծնողները մեզ նվեր են անում ու Փարիզ են ուղարկում։ Իմ նախաձեռնությամբ էլի ես այնքան զգացի։ Մի խոսքով հասնում ենք Փարիզ, ու մենք այդ առաջին ճամփորդությունն էր, որ ամեն ինչ տուրիստական գործակալություններ արել, այս հակատուրիստական չհնչի, բայց մենք այդ պահին գտնվում ենք Փարիզի ամենավտանգավոր թաղամասում։ Առանց իմանալու։ Սեն-Դենի թաղամասն է։ Համարով խնդրեմ, այդտեղ ենք։ Երբ որ իջնում ենք, արդեն սենց մի քիչ մութ էր, հիշում եմ, ու 2 սևամորթ են մոտենում, ասում են օ լա լա, ու ոնց որ հենց պիտի մտնեմ հյուրանոց, այդքան կարճ է ճանապարհը, իմ սիրտը որ կանգնում է ու հաջորդ օրը իմ ծնունդն է։ Ու ես այդ գիշեր կարելի է չեմ քնում, որ վայ ահա որտեղ ենք եկել շատ վախենալու է, դե որ ոչ research են կարել, ոչ մի բան, դե այն ժամանակ տենց չէր ձևը, տուրիստական փաթեթը տվել էր, տրանսֆերը եկել վերցրել, ինչ գնաց, ինչ տաքսի, տենց սխելոք, ինչ պլանավորված էր անում ենք։ Հաջորդ օրը զարթնում եմ, պատուհանից նայում եմ, ծաղիկներ, ինչ որ բագետով աղջիկ ու անհետանում են այդ բոլոր վախերը, բայց այդ գիշեր ես կարելի ասել չեմ քնել վախից ու անհանգստությունից։ Հաջորդ օրը լրիվ ֆրանսիական առավոտ է։ Հաջորդ օրը շատ ես վերադառնալուց հետո տարիներ անց նոր իմացել եմ, որ դա շատ վտանգավոր թաղամաս է։ Գիշեր լեվելատիպիկ բայց ասեմ Գիշեր առավոտը տիպիկ ֆրանսիական առավոտ։ Իրականում հիմա այդքան վտանգավոր չէ թաղամասը։ Հա, անցել է։ Ավելի անցել։ Բայց ես չասեցի մուլտիից մի հատ էլ կետ հետաքրքիր դիմելու ընթացքում ցույց տալ 2 ճամփորդություն, որ հիմա մեկնում եմ օրինակ Աթենք, իսկ 3 ամիս անց մեկնելու եմ ինչ-որ հունական կղզի։ Ինձ տվեք 6 ամսով, որ ես էլ նորից չգամ։ Դիմեմ։ Բայց արդյոք չեն հասկանա, որ չես գնալու։ Չէ, եթե ամեն ինչ ցույց ես տալիս, ու տենց շատ է լինում, որ մարդ միանգամից 2 թրիչք հավես։ Շատ լավ, օրինակ ես եմ չեմ գնալու։
Արդյոք չեն հասկանա դա։ Դե ոնց հասկանան, եթե ամեն ինչ գնված ցույց եք, գնված ասելով ամրագրված ցույց եք տալիս։ Հասկացա։ Ու եղել է ունեցել եմ դեպք, որ ցույց եմ տվել trip Հունաստանում եւ Նիդերլանդներում, երկուսի համար էլ դիմել եմ Հունաստան, ինձ դեսպանն է կանչել հարցնելու համար, թե ես ինչի չեմ դիմում արդեն Նիդերլանդների համար։ Ի վերջո ինքը տալիս է ինձ մուլտիվիզա, բայց միևնույնն է վիզայի կենտրոնից բացի ինձ լրացուցիչ կանչում են նաև հարցաքննում են։ Լավ, մի հարց, իսկ անձնագրում տեղ կա։ Ես ունեմ երկու անձնագիր դրա համար, որովհետև լինում է, որ մեկը դեսպանատանն է լինում, մյուսով պետք է ճամփորդեմ, ունեմ սովորական անձնագիր եւ բիոմետրիկ անձնագիր, կա։ Որն է եղել փոքրիկ բլից հարցումներ, որն է եղել ամենաթանկ երկիրը, որտեղ որ գնացել ես։ Եկեք երկրով չասեմ, այլ հենց ճամփորդությունը, որ թանկ է նստել, սենց ասած։ Կհիշեմ հյուսիսային Եվրոպան, Կոպենհագեն։ Թվաց ասելու Հյուսիսային Կորեա։ Ես ուզում եմ ասել ոնց ես ընդդեղից եկել։ Եվ Նյու Յորքը միանշանակ։ Նյու Յորքը։ Ամենաէժան trip-ը։ Ամենաէժան trip-ը ես շատ ունեցել եմ 1-2 օրանոց trip-էր դեպի Վիզերը ուր տանի։ Այդպիսի բաներ կան, չէ՞ միջայլոց։ Փորձել ես այդպիսի բան երբևէ։ Երևան Հայաստանից չի լինում դիմել։ Չի լինում։ Իրենք հստակ երկիր են նշում, որտեղից դու կարող ես դիմել։ Օրինակ Իտալիա։ Հասկացա։ Որովհետև նենց պետք է լի, որ վստահ վիզա ունենաս։ Հասկացար ինչի մասն է խոսքը։ Ինքը կոչվում է Wizz-ի տենց secret trip-ը, որ դու գնում ես տոմս, բայց չգիտես ուր ես գնալու։ Նստում ես համելոտ ու իջնում ես այդ երկիր։ Իջնում ես ու օթաչուն հայտարարում որ բարի գալուս, չգիտեմ, Միլան։ Հայաստանի Հանրապետության անձնագիրը ինչ խոչընդոտներ է առաջացնում։ Անգլիայում օրինակ անձնագրի ստուգման կետում այդտեղ ասած որ առաջին անգամ տեսնում է հայկական անձնագիր։ Այ քեզ բան։ Սաուդյան Արաբիա մտնելուց ամուսնուս ասացին որ իր անուն ազգանունը ինքը արտասանի։ Երևի մտածում էին ամուսինս մի քիչ Արաբիա նմանից թվում է հայերը մի քիչ տենց որ Դուբայ եւ այլն մեկնում ենք դուք էլ երևի զգացած կլինեք որ ձեզ կարող է արաբի նմանացնել իրենք մտածին ինքը արաբա բայց հայկական անձնագրով երևի ճամփորդում ու տենց իրան տարան մի պահ ու սենց էի Օրինակ իմ ամենաբանը եղել է երբ որ ես հետո կարդացի ինչի համար դա երբ որ կոշիկները ստիպում են հանել օդանավակայանում դա ինչ որ մի բան Ես հետո կարդացի, որ դա փաստորեն զենքի տեղափոխման, զենքի չէ, ինչ որ պայթուցիկ նյութի տեղափոխման դեպք ա եղել, բայց դա մենակ եղել է Մոսկվայում։ Ունեցած։ Դե քիչ-քիչ ավելի խստացվում է։ Օրինակ Եգիպտոսում երբ եք եղել վերջին անգամ։ Ես 3 տարի առաջ։ Այն ժամանակ էլ չէ, որ sense մի 8 տեղով այդ տանջանքը այնքան շատ է, որ այն հանգստացածդ մոռանում ես։ Օդանավակայում քեզ այնքան են տանջում։ Այդ Ես ուղղակի Իրան եմ գնացել 2 անգամ դու էլ ես եղել Իրանում, այնտեղ կանանց համար այնքան անհարմար է այդ պայմանը, որ հետո ոչ մի երկրի տանջանք աչքից չի երևում, հասկացա։ Շատ հաճելի։ Բայց Իրանը շատ շքեղ երկիր է, անպայման պետք է գնալ։ Մենք խորենք շատ տպավորված ենք։ Այսօր բարիշել ենք ես Վայդան։ Տեսեք ինչ որ բան կա, որ դուք էլ ինձ Մեզ միավորում է Իրանը։ Իսկապես Իրանը երկիր է, որտեղ որ անպայման պետք է լինի։ Մեզ դիտողներին պարտադիր խորհուրդ ենք տալիս գնալ, ես 2 անգամ եմ եղել եւ 12 անգամ էլ դեռ կգնամ, որովհետեւ այդ հսկայածավալ մշակույթը, կրոնական առանձնահատկությունները եւ այն ամենը, ինչ դարերի ընթացքում կուտակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, ուրիշ ոչ մի երկրում չեք տեսնի վստահաբար։ Փակ չի թողում, որ գնացեք ներսում իրենք այնքան բան կբացեն ձեզ համար, այնքան Չէ, համաձայն չեմ։ Ես համաձայն եմ։ Չէ, ես համաձայն չեմ։ Ինչի՞։ Որովհետև իրանք ունեն այդ ամեն ինչը, բայց իրանք ներկայացնել չգիտեն։ Տես հիմա քայլեր արվում են, օրինակ նույն տուր to Իրան եւ այլն ակտիվացնելու, բայց հասկանում ես ինքը հիմա մի հատ իրավիճակում է գտնվում, որ չի կարողանա անել ազատ ու անել բաց, որովհետև նախ պատերազմական գոտում է գտնվում եւ երկրորդ փակ ամեն ինչ հասարակ Մենք աչքիս առանձին մի հատ ոդկաստ պիտի ձայնագրենք Իրանի թեմայով, բայց գնացեք հասեք տեղում ամեն ինչ իդեալական կլինի։ Իրական մեծ ներկայացնելն էլ է շատ կարևոր ու հետաքրքիր, օրինակ կան էջեր, չէ, Visit Abu Dhabi, Visit Doha, ու իրանք դու կարես մտնես ու այդ էջից իմանաս ինչ ռեստորաններ կա, ինչ թանգարաններ, ինչ ֆեստիվալներ են լինելու, ու այդ էջերը շատ են օգնում եւ հենց նպաստում են կոնկրետ այդ քաղաքի տուրիզմի զարգացմանը։ Ու ես նենց կուզեի, որ մենք էլ ունենայինք տենց Visit to Armenia։ Դա բայց պետք է արդեն երևի տուրիզմի նախարարություն Դե թող տուրիզմի նախարարությունը մտածի դրա մասին։ Մի վերջին խորհուրդը բոլոր են մարդկանց, ովքեր որ մտածում են ճամփորդելու մասին, ովքեր որ մտածում են, որ քիչ աշխատավարձով հնարավոր չի ճամփորդել։ Երկ մտում են կամ վախենում են։ Մոտիվացրեք մարդկանց։
Չգիտեմ, ճամփորդելը իմ կյանքում այնքան բան է փոխել, իմ ու իմ ամուսնու համար ճամփորդելը այդ ոնց է որ մարդիկ ինչ որ բան է սիրում իրար հետ անել, նախասիրություն։ Դա մեր երկուսի սիրած զբաղմունքն է, որ ես ուրիշ ոչ մի բանի հետ չեմ փոխել, որովհետև այն էմոցիաները, որ դու ստանում ես, այդ որ վերադառնում ես ընկերներով հավաքվում եք, պատմում ես, ով ինչ տեսավ, ինչ հարեց, որ ասում են աշխարհ տեսած։ Այդ արտահայտությունը ես այդ ժամանակ եմ հասկացել։ Ու մինչև մյուսը, որ պլանավորում ես, ոնց որ նախ քո առօրյա խնդիրները քեզ մի քիչ ավելի փոքր են թվում, երբ որ դու գիտես ապագայում տենց է, որ մարդիկ գիտեն մյուս շաբաթ գնալու են հանգստանալու, այդ շաբաթը գործի տեղ ավելի հանգիստ են։ Ճամփորդելը ինքը ամեն առումներով շատ լավ է։ Ոչ մի բացասական բան չկա ճամփորդելու մեջ, ինքը քեզ մենակ բացի դրականից ուրիշ ոչինչ չի տալու։ Ու կարելի է ճամփորդել բյուջետային, շատ բյուջետային։ Կայքեր կան, որոնք թույլ են տալիս, որ դու գրանցվես, հայտ ներկայացնես ու ինչ որ մեկի տանը անվճար մնաս։ Եթե դու այդ աստիճան ես, այդ էլ կա։ Եթե ուզում ես, հաստատ ավտոստոպով, չգիտեմ, 1000 ու մի տարբերակա ավելի մատչելի օրինակ։ Կարա։ Այնտեղ մի քանի տեղ կարող է պետք լինի, որ լողան։ Հասկացա։ Շատ շնորհակալ ենք Թերեզա։ Շատ մեծ մոտիվացրեցիք, օրինակ ինձ նոր մոտիվացիա տվեցիք հենց գնումներս կատարեմ, մեծ գնում ունեմ կատարելու։ Դա կատարեմ, անպայման նորից ճամփորդեմ։ Այդաս դե միշտ մոտիվացված է, դա խնդիր չի։ Ինքը միշտ ճամփորդում է, ամեն ուրբաթ շաբաթ, օրինակ սթորիներից ենք տեղեկանում, որ Այդան խուստուփը բացահայտեց այս անգամ կամ օրինակ Սևանի հատակը բացահայտեց, այո։ Մի օր լեռան գագաթին, մի օր ջրի տակ, բայց դա Այդան է։ Այդա ունես ասելու բան։ Ես շնորհակալ եմ զրույցի համար, թող այս լիցքերը ամբողջությամբ փոխանցվեն ձեզ, սիրելի մեզ հետևողներ եւ դիտողներ։ Մնացած հարցերով էլ Թերեզայի էջում լիքը ինֆորմացիա կա։ Ուսումնասիրեք Թերեզայի էջը անպայման լիքը հարցերի պատասխաններ կգտնեք։ Ինչպես բյուջետային ճամփորդել եւ կատարել երազանքները։ Գնամ փողերս հավաքեմ միտեղ ուզում եմ գնամ։ Դու փողերը հավաքի, մենք էլ այսօրվա թեմայի մեջը փակենք, գնանք, տեսնենք ուր են գնում հաջորդ երկիր շնորհակալություն։ Չին։ Ես երկիրը թող լինի ինչ որ տեղ, որ գնանք։ Ամերիկա եմ ուզում երեխա։ Ամերիկա ես էլ ուզում եմ գնամ Չեխիա, Բրազիլիա, Իտալիա, Իսպանիա։ Չեխիան նամանորին, այս կարամ հանեմ արդեն։ Ահա, всё, սպորտել ենք արդեն։ Չեխիան նոր տարում կգնամ։